1 միլիոնից ավելի աղքատ բնակչություն ունեցող երկրում ոչ մի տրամաբանությամբ հնարավոր չէ հիմնավորել միլիոնների տրամադրումը դատախազներին ու քննիչներին։ Նման մեղմ ասած համեստ բյուջե բերելիս պետությունը պիտի մտածի ամենաառաջին հերթին բոլոր հնարավոր տեղերում տնտեսում անելու մասին այս պարագայում 311 միլիոնով բարձրացնել դատախազների աշխատավարձը իբրև ինչ, որ համահարթեցման տրամաբանության մեջ է տեղավորվելու սա ես չեմ հասկանում։ 2016 թվականի հունվարի 1-ից կառավարությունը մտադիր է 30-ից 40 հազար դրամով բարձրացնել մի շարք դատախազների աշխատավարձերը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի վստահեցմամբ խնդիրը ոչ թե դատախազների աշխատավարձերի բարձրացումն է, այլ պետական պաշտոնյաների աշխատավարձերի մասին օրենքի համապատասխանեցումը։ Որոշ դատախազների աշխատավարձերը չէին համապատասխանում այդ օրենքում նշված սանդղակին։ Հասկանալ է, որ լրացուցիչ ծախսերի մասին է խոսքը, եւ դա կարող է ոչ միանշանակ գնահատական ստանալ, բայց սա ուղղակի հավասարեցում է եւ այսպես ասած արդարության վերականգնում է։ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջանգիրյանը հստակեցնում է, ընդամենը բարձրացվում է որոշ կառույցների ղեկավարների աշխատավարձերի կես կամ 0.25 դրույքաչափը։ Նա կոչ է անում չմոռանալ նաեւ օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնողների աշխատավարձերի մասին։ Երրորդ օղակը իմ ասած, որը բնականաբար շատ ավելի մեծ դրամական միջոցներ է պահանջում, ավելի թվապես մեծ թվով աշխատակիցների առնչվում առայժմ քիչ է վարձատրվում, իսկ դա չի նպաստում ոչ հանցագործությունների կանխմանը, ոչ հանցագործությունների լիարժեք բացահայտմանը, ոչ էլ օպերատիվ այդ մարմինների գործունեությանը։ Արդյոք դատախազների աշխատավարձերի բարձրացումը կնպաստի նրանց անաչառության եւ անկաշառության մակարդակի բարձրացմանը։ Դատախազական համակարգը հիմա կոռումպացված չէ, գոնե ես վստահ եմ դրանում։ Կարելի է իհարկե մտածել եւ այսինքն ընդհանրապես աշխատավարձները վերացնել կամ չգիտեմ բոլորի աշխատավարձները հավասարեցնել իրար եւ այլն։ Այդ տրամաբանությամբ շարժվելով ոչ միտեղ չենք հասնի։ Ես չեմ հավատում, որ կաշառակերին, գողին, ավազակին, հանցագործին, ապաշնոր պետական ծառայողին առավել եւս իրավապահ մարմնի աշխատակցին ավելի լավ կերակրելով մենք կարող ենք դարձի բերել եւ ապահովել կտրուկ շրջադարձ արդարադատության համակարգում։ Եվրոմիության երկրներում ընդունված է այն տեսակետը, որ դատախազ եւ դատավոր վարձատրության այս չափը պետք է իրար հետ խոսեն, այսինքն թեկուզ դատախազը ինքը դատական իշխանության մարմին չէ փաստացի, բայց նա օժանդակում աջակցում է արդարադատության իրականացմանը եւ այդ կապակցությամբ նա եւս պետք է բավարար բարձր աշխատավարձ ստանա, որպեսզի ընդհանրապես հեժան արդարադատություն չի լինի։ Իդեպ 2016 թվականի պետական բյուջեով չեն բարձրանալու ոչ թոշակները, ոչ էլ աշխատավարձերը։